Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալվող իրադարձություններից մինչև կրթությունը նորաձև է արշավ։ Անպարկեշտ բառամթերքով գրառումների, գործող իշխանության վերջին շրջանում դաշտ գցած գաղափարների, խոսույթների ու նարատիվների տողատակերի մասին զրուցելու եմ քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Փաշինյանն իր ամբողջ թիմի հետ ավելի քան 10 օր է թիրախ է դարձրել հայ առաքելական եկեղեցին, վեհափառին ու հոգևորականությանը։ Ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք ինչ, մի քանի նպատակներ կարող են ունենալ, նախ ինչու հենց հիմա։ Չէ՞ որ նույն Փաշինյանը իր քաղաքական գործունեությունը վերջին 20 տարիներին ակտիվորեն իրականացնում է, վերջին 7 տարին ինքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ 26 տարի գահակալող վեհափառի կուսակրոն չլինելու մասին ենթադրվում է, որ գուցե ավելի վաղ տեղեկություն ունենալ կամ արդյոք դա ընդհանրապես ճիշտ է, թե չէ, դա թողենք հարցի մյուս կողմ։ Ինչու հենց հիմա շատ-շատերին է հուզում։ Իհարկե կարելի է դրա մեջ տեսնել արտաքին հետք, որովհետև շատ-շատերը նկատեցին, որ եկեղեցու դեմ ու վեհափառի դեմ արշավը սկսվեց ուղիղ գրեթե զուգահեռ Ադրբեջանի նախագահի եւ իրենց հոգեվոր առաջնորդ Ալաշուքուր Փարաշազադեի եկեղեցու հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կոշտ քննադատությամբ եւ իբր խաղաղության խոչընդոտ վերջին պատվարը վերացնելու առումով։ Երկրորդը կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանը իհարկե ունի նաեւ ներքաղաքական հեռու գնացող նպատակներ, տոտալ վերահսկողություն իրականացնել մեր հանրապետության, մեր պետության բոլոր կառույցների նկատմամբ։ Նա զավթել է իշխանությունը, զավթել է օրենսդիր մարմինը, կառավարությունը, ծնկի է բերել դատարաններին, կրթական ոլորտները, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, միակ կառույցը, որտեղ դեռ նրա կեղտոտ ձեռքերը չէր հասնում, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին էր։ Եթե դրան ավելացնեմ էլ, որ եկեղեցին շարունակում է հայկական օրակարգի սպասարկումը, բարձրացնում է արցախահայության իրավունքների, ռազմագերիների վերադարձի հարցերը եւ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կազմակերպել էր իսկապես շատ հնչեղ միջոցառում, որտեղ եվրոպական եւ համաշխարհային շատ լուրջ դեմքեր այս հարցը նորից բերում են օրակարգ, ինչը կարող է լրացուցիչ ջղաձգության առիթ հանդիսանալ գործող վարչախմբի մոտ։ Վեհարանն ազատելու մասին Փաշինյանի հայտարարությունը նոր կաթողիկոս ընտրելու համար այդ հանձնաժողովի կամ խմբի այդ ձևավորումը, որ այսօր հայտարարվեց, արդյոք սա չի հակասում սահմանադրությանը։ Պետությունը իրավունք ունի միջամտել եկեղեցու գործերին, հատկապես երբ պարբերաբար եկեղեցուն հորդորում են հակառակը չանել։ Բայց ում եք հարց տալիս։ Մարդ, ով որ թքած ունի սահմանադրության օրենքների վրա, մարդ, ով որ ունի մոլագար, այսպես ասած, մտասևեռվածություն եւ ինքը ոչ թե խնդիրներ է կարողանում լուծել, այլ անընդհատ նորանոր խնդիրներ է ստեղծում մեր ժողովրդի համար, այդ մարդը բնականաբար ոչ մի ներքին արգելակներ չունի։ Դրա համար պետք է լավ հասկանալ, որ սա ոչ թե կոնկրետ անձի, ոչ թե վեհափառի դեմ է, այլ սա կոնկրետ ինստիտուտի դեմ է։ Հայ առաքելական եկեղեցին միակ կառույցն է, որը պահպանել է մեր հազարամյա ինքնությունը, ինստիտուցիոնալ հիշողությունը, մեր ազգային ավանդական արժեքների ողջ պաշարը, ողջ ներուժը այսօր եկեղեցու պատերի ներսում է, պետք է արդյոք քանդել։ Կարծում եմ, որ իրավ տերերը հենց այդ հրամանն են տվել քանդել։ Ես զուգահեռներ եմ տեսնում նաև Ուկրաինայում ծավալվող իրադարձություններ, որովհետև առնվազն 10 տարի առաջ Ուկրաինայում սկսվեց այդ հասարակության պառակտման եկեղեցու պառակտման գործընթացը, այնտեղ նույնպես իշխանությունները նախաձեռնեցին նոր եկեղեցու ստեղծման գործընթաց, ինչին էլ հետևում է Նիկոլ Փաշինյանը, առնվազն նա, եթե այս գիծը շարունակի, նա պետք է կամ զուգահեռ լրացուցիչ նոր կաթողիկոսություն հիմնադրի, իդեպ դրա անոնսը այսօր արեց, որ համակարգող խորհուրդ է ստեղծել, սրան պետք է ուղղակի հայերային պատասխանել։ Տեսեք, մինչ այս պահը պայքարը վիրտուալ դաշտում էր։ Facebook-յան ստատուսներ այն մարդիկ, ովքեր չեն կիսում այդ տեսակետը, նրանք էլ, ինչպես ես օրինակ, բոլորս ակտիվ արձագանքում ենք, քննադատում ենք։ Հիմա, երբ որ նա անցավ հողի վրա գործողությունների, մենք էլ պետք է հայելային եւ անհամարժեք այս դեպքում պատասխանի նաեւ պատրաստակամությամբ անցնենք հողի վրա գործողությունների ձևավորումը համակարգող խորհուրդ։ Մենք պետք է ձևավորենք եկեղեցու պաշտպանության խորհուրդ։ Կոչ անում իր համախոհներին, մենք էլ պետք է կոչ անենք մերպես մտածողներին, համախոհներին կանգնել եկեղեցու պաշտպանության գործին։ Ինչ որ կոչ անում ով աղոթում մարդկանց, որոնք միանան, մենք էլ պետք է կոչ անենք, որ ովքեր որ մերպես են մտածում, գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք ինքնակազմակերպվեն եւ կանգնեն մեր եկեղեցու, մեր հավատքի, մեր պատվի արժանապատվության պաշտպանությանը, ուրիշ քայլ չկա։ Հենց այս
դիտարկմանն էլ էի ուզում անդրադառնալ, երեկվանից կարծես այդ հռետորաբանությունը եկեղեցու դեմ ավելի է կոշտանում։ Հենց երեկվանից այդ վեհարանն ազատելու խոսույթը, այսպես ասած, դաշտ գցեց, եւ դուք էլ նշեցիք, որ ինքն էլ քաջ գիտակցում է, որ ինքը իրավասություն չունի ընտրելու կաթողիկոս։ Այդ դեպքում ինչ նպատակ է հետապնդում։ Արդյոք սա կդառնա եւս մեկ այդպես պարակտող ինչ-որ մի բան, պարակտի հասարակությանը բաժանի երկու մասի ու ավելի եթե նախկինում օրինակ սևեր սպիտակներ նախկին ներկաներ այդ վեճը սահմանափակվում էր միայն նրանով, որ Facebook-ում կամ չգիտեմ ազգային ժողովի ամբիոնից իրար վիրավորում էին, սա արդեն ավելի ցավոտ հետևանքներ ունենա։ Իհարկե, տեսեք, պոպուլիզմին միշտ հարկավոր են նոր թշնամիներ, լինեն նախկիների տեսքով։ Մի կարճ պա, եթե հիշում եք 20 թվականին թուրք-ադրբեջանական տանդեմներ, չէ՞, կոչերանում ժողովրդին վերջին Սարդարապատի, մեր օրի ավարարի եւ այլն։ 44 օրն անցավ, հետո պարզվեց, որ ներքին ուրիշ թշնամիներ գոյություն ունեին, հիմա եկեղեցին է հռչակված թշնամի եւ ինքը որպես թշնամի ֆիքսելով ինքը դրանից միս ու այրուն է ստանում, հա։ Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը շատ պարզ է։ Խնդիրը մեր դաշտում է, որ այլևս անհանդուրժել, ուղղակի այս իրավիճակը հանդուրժել չի կարելի, որովհետեւ սա ոչ թե սովորական երկպարակություն է, հա, ոչ թե օրինակ գործատուներին աշխատողների դեմ է հանում, հա, ոչ թե օրինակ գիտնականներին, առևտրականների դեմ է լարում, այլ սա մեր 1700-ամյա եկեղեցու պատերը ներսից քանդելուն ուղղված գործողություն է։ Այսպես կարող է անել միայն ներին իր հավատարմությունը տված անձնավորություն, իսկ նրա դեմքից սկսած մինչև նրա գործողություններ, այո, գառան դիմակով գալի քաղաքականությունը։ Պարոն Գալստյան, ով էլ աջակցում է եկեղեցուն, հայտնվում է իշխանության թիրախում։ Դա կլինի երբեմն քաղաքական գործընկեր, թիմակից, թե աջակից։ Սրանով արդյոք փորձում են վախեցնել մյուսներին, ցույց տալով, որ եթե դուք էլ այսպես անեք, դուք էլ կհայտնվեք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում մի քանի բան կորցրել է։ Կորցրել է ժողովրդի անվերապահ աջակցությունը, վստահությունը, լեգիտիմությունից գրեթե բան չի մնացել, բայց նա ինչ հաշվարկ ունի։ Նա հաշվարկում է, որ եկող տարի կամ գալիք ընտրություններին կարող է վերարտադրվել իր ագրեսիվ փոքրամասնությունը մոբիլիզացված պահելով, իսկ այս գործողությունները ինչ որ նա անում է, իր թիմի մոբիլիզացիային են առաջին ուղղված։ Իսկ մնացածներին ուղղակի օտարելով քաղաքականությունից, չէ՞ որ երբ որ ինչպես դուք ասեցիք, այս տեղեկատվական աղբը, որը նետվում է դաշտ, նորմալ մարդիկ, շատ ռացիոնալ մտածողներ ուղղակի հիասթափվում են, զզվում են, մտածում են տնից դուրս չգալու, ոչ մի բանի չխառնվելու, որովհետև նրանք իրենց ֆեյքային հարձակումներով բոլորի վրա են հարձակում, չէ՞, բոլորին են անխտիր պախարակում, անվանարկում եւ այլն, շատ մարդիկ հոգնում են, ասում են, լավ, ինչու ես անեմ, թող ուրիշը զբաղվի, իրանք ուղղակի դուրս են գալիս քաղաքականությունից, ավելի վատ է, իրանք ընտրում են չմասնակցության քաղաքականությունը, աբսենտիզմն են որպես քաղաքական մշակույթ ворթեգրում, չեն գնում ընտրություններից, ցածր մասնակցության դեպքում նա իր մոբիլիզացիոն ռեսուրսով կարողանում է վերարտադրվել, բայց Գյումրին ցույց տվեց, որ ընդդիմությունը, եթե ճիշտ է աշխատում, եթե համաձայնեցված է աշխատում, կարողանում է մարդկանց իսկապես տանել դեպի ընտրատեղամասեր եւ մարդիկ իրենց քվեով ցույց են տալիս, որ սրանց վերջը եկել է, սրանք պետք է հեռանան։ Նույնը պետք է անել։ Յուրաքանչյուր առիթ, ինչը նա տալիս, նա հետաքրքիր առիթներ է տալիս, չէ՞։ Սրանից փայլուն մոբիլիզացիոն հնարավորություն երևի թե մենք էլ չունենանք, որովհետեւ եկեղեցին ինքը վերկուսակցական կառույց է, եկեղեցին բոլորինս է, այստեղ չկան կուսակցական դրոշակներ, չկան քաղաքական նախասիրություններ, ու հանուն մեր եկեղեցու, հանուն մեր ինքնության, հանուն մեր հավատքի պաշտպանության, բոլորս պետք է մեկ հարկի տակ հավաքվենք, համախմբվենք, ինքնակազմակերպվենք, հավատանք մեկս մյուսին ու հավատանք, որ այս չարիքը պետք է հեռանա մեր մեջից, ուրիշ ճանապարհ չունենք։ Նախքան եկեղեցու դեմ սկսված արշավը Աննա Հակոբյանն էր հայտարարում, որ կրթությունը նորաձև է ու արշավ սկսեց։ Ինչպիսի կրթությամբ հասարակություն էր կամ է պետք գործող իշխանությանը, ինչ նպատակ ունի այդ արշավը իրականում։ Տեսեք, նախ հին հռոմեացիները լավ խոսք ունեն, պրեմիում դիսկերը դենդե դոկերը, սկզբից սովորիր, հետո սովորեցվում։ Նայում ես իրենց ընտանիքին ուղղակի թերուս են, կրթության առումով լուրջ բաց ունեն եւ այնպիսի բառապաշարով են հրապարակային հանդես գալիս, որ իրենց այդ ջիգերը կրթությունը նորաձև է արշավից ուղղակի բան չի մնում, որովհետեւ նախ դու պետք է սեփական օրինակով, քո բառամթերքով, քո լեքսիկոնով, քո վարք ու բարքով օրինակ ծառայես շատ-շատերին։ Եթե դուք ցինիկ եք, եթե դուք այդպիսի հայոյախառն բառամթերքով եք շփվում եւ ձեր ընտանիքում եւ դա ձեր ընտանիքի պատերից դուրս եք ի ցույց դնում, ինչ կրթությունը նորաձև արշավի մասին կարող է խոսք լինել։
Ինձ համար կրթությունը պարտադիր է։ Ես կրթությանը որպես մոդայիկ երևույթ երբեք չեմ դիտարկել, որպես գիտության կրթության մարդ լավ եմ հասկանում, որ ապագայի հակամարտությունները ոչ թե հողի ջրի տարածքի համար են, այլ մարդկանց ուղեղների համար են։ Իրանք հիմա ուղեղների լվացման գործընթացով են վարվում եւ այն տեղեկատվական աղմուկը, որ իրենք ստեղծում են, ուղղակի այս պարագայում ինչ պետք է անենք։ Մենք, դուք, մեր նման մտածողները, երբ որ օրինակ հայտնի խոսք կա, երբ որ կոյուղաջրերը խցանված են, դու պետք է շշալցված ջուր խմես։ Հիմա մենք ձեզ հետ այս տաղավարում շշալցված ջրի օրինակ ենք ծառայում, երբ որ խոսում ենք ոչ թե իրենց հարիր բարամթերքով, այլ մենք պարկեշտությունը պահում ենք, մենք մեր նշաձողը ցած չենք իջեցնում, երբեք որոշակի բարոյական գծեր չենք հատում, մեր համար կան կարմիր գծեր, կան տարբուներ, ներքին մարդու անձնական կյանքը մեզ համար անթույլատրել է, որպեսզի մենք խորհանք, մենք այսպես պետք է անենք, այսինքն մեր արժեքներով պետք է կարողանանք հակաարժեքային դիսկուրս ստեղծել ու շատ մարդիկ է տեսնեն, որ դրանց իրական այլընտրանք կա ու նրանք ամենևին էլ անփոխարինելի չեն։ Հենց սրան հաջորդեց Աննա Հակոբյանը հայտարարեց, որ հիմա էլ օգտվում է իր ազատ խոսքի իրավունքից, ու սկսեց հենց այդ բառապաշարով եւ բավականին վիրավորական բառապաշարով պատասխանել իրեն, իր ընտանիքին կամ առհասարակ իշխանության ուղղված քննադատություններին։ Ինչու հենց այդ պահին ի վերջո քննադատությունները նոր բան չէ, միշտ են եղել, եւ ինչու հենց այդ բառամթերքով, որովհետեւ ի վերջո ազատ խոսքը իրենից չի ենթադրում վիրավորանք կամ պիտակավորում։ Ազատ խոսքը ինքը չի նշանակում ամեն ինչի թույլատրելիություն, որովհետև նույն ժողովրդավարության մեջ կան սահմանափակումներ։ Թույլատրված է այն, ինչ արգելված չէ օրենքով, այսինքն այն կամ ունենք գրված եւ չգրված օրենքներ, որոնք կարգավորում են մարդուց հանի բարոյականությունը, նա դառնում է աշխարհի ամենագիշատիչ կենդանին։ Հիմա դրանցից հանում ես բարոյականությունը, տեսնում ես, որ ամենազազրելի կառավարիչներն են, որ երբևիցե մենք ունեցել ենք, հա։ Հետևաբար այդ տեսանկյունից բացի այդ հայտնի խոսք կա, քո խոսքի ազատությունը վերջանում է իմ քթի մոտ, այնպես որ այդ խոսքի ազատությունը ինքը այդպես ասած բացազակ արժեք չի, այն էլ պետության առաջին դեմքերի մակարդակում դա օրինակ պետք է ծառայի, դա պետք է վարակիչ լինի, չէ՞ որ եթե նրանք էլիտա են, իհարկե էլիտա չակերտների մեջ, բայց նրանք վատագույնների մեջ են էլի էլիտա, դա եկեք ընդունենք, որ իրենց վատաբանությամբ, իրենց վատ վարքով են իրենք որոշակի օրինակ ցուցադրում, ուղղակի համատարած մերժումը, որ ես նկատում եմ, համատարած ըստ էության քննադատությունը եւ այն բացասական էներգիան, որ կուտակված մեր ժողովրդի մեջ մի օր դուրս է հորդելու, իրանք ուղղակի կամուրջներն այրում են, որ հետդարձի ճանապարհ չլինի եւ իրենց հեռացումը լինի շատ ցավոտ, բայց երբեմն պետք է կոշտ վիրահատական միջամտություններ անես, որպեսզի օրգանիզմդ մաքրես ու հայի կենսունակու այրունը կարողանա հետագա ընթացքը մեզ համար ապահովել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Գալստյան։ Հիշեցնեմ, ես զրուցում էի քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ։